Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Եկել ենք արդեն առևտուր անելու։ Սեղճերի առաջին օրից սպասում էի, երբ պիտի հով լինի, որ մենք դուրս գանք խանութ։ Այսօր շաբաթ է, ինչպես ամեն անգամ առևտրի օր է, իսկ ավելացվել է նաև տարբեր խանութներ, հագուստներ, կոշիկներ, մի խոսքով հիմա Բեսոնի մոտ եմ, կոշիկների այդ սրահի և տեսնենք թե ինչեր կան, ինչ գնումներ են անում, հարմար լինի նկարեմ, բոլորը տեսնեք, որովհետև շատ մեծ սեղճեր է գրված է արդեն։ Այստեղ լավ քամի է, լավ է, առավոտն էլ ուժեղ անձրև եկավ, հիմա իհարկե էլի շոկ է, բայց լավ շոկ է, էլի հաճելի է։ Մի խոսքով ժողովուրդ ջան, սկսվեց զեղչերի շրջանը և մեր խանութներ գնալը։ Եթե սիրում եք խանութներ, ուրեմն մնացեք ինձ հետ, տեսնենք, որ խանութներ ենք մտնում, ինչ ենք գնում, ինչպես ենք անցկացնում մեր օրը։ Խանութի սկիզբը շատ գեղեցիկ է ձևավորած և կարող եք ձեր հին կոշիկները բերել այստեղ էլ հանձնել, իրենք երկրորդ կյանք կտան։ Տեսեք ինչ հետաքրքիր ձևով են աչքի առաջ ցուցադրում, թե ինչը զեղչված է և ինչ կարելի է նայել։ Մտնեմ այս կողմը, պայուսակների բաժինը, քանի որ խանութում շատ մարդ կա և զարմանալի էր, որ այստեղ մարդ չկար, անցան մյուս կողմը և ես հնարավորություն ունեցա ավելի մոտիկից նայել և ինչու չէ նաև ձեզ ցուցադրել գները, մոդելները, չափերը, ձևերը։ Ամեն ճաշակի պայուսակներ կան և ամեն աշխատանքի հարմար պայուսակներ ևս։ Գույնը այսպիսի գույն է իմ փնտրածը, մոտավոր, որ վերջին գնաց կոշիկների հետ հարմար լինի։ Եվ տեսնենք, թե ինչ գին է, 20% է զեղչված, դժվարությամբ եմ նայում, փախավ, հիմա տեսնենք արժեքը 84.99, 85 էլի, 16 եվրո հանած այդ գնից, արժեքը դա է, կամ որ զեղչված չեն, կամ որ ավելի շատ են, դե կախված արդեն սեզոնից էլի, եթե որ մոդան անցած է լինում, ավելի շատ են զեղչերը անում տվյալ ապրանքանիշի վրա։ Կարճ ասած, պայուսակների բաժնում ամեն ինչ կար ցուցադրված, ամեն մոդել, սա էլ փոքր, թեթև, իրոք շատ թեթև պայուսակ էր, գինը էլի, էժան էր, 20% զեղչված էր, չերևաց ձեզ, բայց ասեմ, և այստեղ էլ 50% զեղչ էր, էլի պայուսակի, ամառային թեթև պայուսակ էր, ծովափնյա ավելի շատ ես կասեի, տեսնենք ինչեր կան, ինչքան զեղչերով, այ այստեղ շատ են զեղչերը, մինչև 70%, տեսեք ինչքան թեթև ամառային պոկոտիկներ են, տարբեր ֆիրմաներ, հիշեցնեմ մեկ անգամ ևս, որ այս սրահում տամաղիս կա և հատուկ ցույց եմ տալիս այստեղի շատ զեղչերը, 30%, սա այն էր, ինչ որ ես նախորդ անգամ փորձեցի, այստեղ տամաղիսը 60-70% մինչև զեղչ է լինում։ Բեսոնից ոչ մի բան էլ չգնեցի ժողովուրդ ջան, ինչ բաներ որ տեսել էի չկային։ Հիմնականում դե արդեն տեսականին ամառային էր և այդ կոշիկները, որոնցից արդեն ունեմ և սպորտային կոշիկներ, դրա կարիքը չկար, նայեցի շորի կոշիկներ, դուրս այդքան էլ չեկան, մի ձևի բաբոյական էին, իսկ տամաղիսը տեսնում եք ինչքան զեղչեր է այստեղ անում, քաղաքի կենտրոնում նման զեղչեր չկա, բայց տամաղիսի են կրեմի բաց գույնի էլի, թեթև կոշիկը ոչինչ վատը չէր և զեղչներ շատ էր, բայց դե կանաչը գնել եմ արդեն տեսակ, որ կարիք չունեմ, հետո ինչ-որ բան որ լինի լավ բաներ է, հիմա այդքան շատ զեղչերով չեն դնում էլի, դե գնանք ուրիշ խանութ, նստած Կարենին եմ սպասում, Կարենն էլ դուրս է եկել, գնացել ուրիշ խանութ, հիմա կգա և մենք Կարենն արդեն ստեղ ես խաբում, Կարենն արդեն ստեղ եկել ա լսում այնց, շինք ես կոմից
Վիլնովդասկի Օշանի այս բուտիկներում տեսա դեշման կոշիկի այս խանութը, որը նորություն էր ինձ համար, մի անգամ էլ են եղել մենք միասին նման խանութում եւ տեսեք թե ինչ ֆիրմաներ է ընդգրկում այս ընկերությունը, գերմանական ընկերություն է, որտեղ ներկայացված են գները չափազանց մատչելի, ինչպես հայերս ենք ասում, առաջին ձեռքի գներ են, ժողովուրդ ջան, եվրոպական արտադրության կոշկեղեն է ներկայացված խանութում, մեծերի համար, տղամարդու, կանացի եւ երեխաների համար։ Տեսականին շատ էր, զեղչեր էլ էին արված, չնայած գները տեսնում ենք, որ առանց զեղչերի էլ շատ մատչելի է։ Շատ գեղեցիկ տոնական, հենց բոկոցիկներ են, դուրս շատ եկան։ Իհարկե այս պահին հարմար չէր փորձելու, չնայած այս քթի մասերը որ շատ սուր են, ես խուսափում եմ, բայց տեսեք ինչ արտակարգ գեղեցիկ մոդելներ են, ամառային գույներ, գեղեցիկ շատ, ինձ որ շատ դուր եկավ։ Վերջերս չեմ նկատում Սպրիտը այդ ֆիրման, որովհետև նախկինում կար մեզ մոտ Փխենտանում եւ շատ տեղերում։ Հիմա այստեղ տեսա ու զարմացա կոշիկների գներից անգամ, տեսեք Ժորժ ջան, Սպրիտի փաստորեն արքուվաճառքով արդեն այս ընկերությունը մտել է հենց դեշմանի մեջ։ Եվ դրա համար էլ գները ցածր էր, երբեք նման ցածր գներով ես այս Սպրիտի ապրանքներ չէի տեսել։ Ահա նայեք, ինչքան գեղեցիկ բոկոցիկներ են, կարող եք այցելել, Աշեմն է և այստեղ էլ բերշ կան, մտնեմ տեսնեմ այստեղ ինչ կա։ Աշեմ մտա ժողովուրդ ջան, այն ձևի խառն էր դասավորած, մեր քաղաքի Աշեմում հարմար է ավելի չտեղերը գիտեմ, շալվարներ էի ուզում նայել, չկար, արագ նայեցի դուրս եկա, այսօր իմ օրը կարծես չի, Կարենի համար բավական բաներ գնեցինք հարմար, հիմա ինքը տարա մեքենայի մեջ տնի, ես էլ Բերշկան ու Աշեմը նայեցի, էլի բան չգտա, մտնենք Օշանից գնումներ անենք ու գնանք տուն, չէ մինչև էլ մտնենք մի հատ տեսնենք որտեղ ենք հացվում ու գնանք տուն։ Որոշեցինք մտնել Ֆլանշե, երկար ժամանակ այստեղ չենք ճաշել, տեսնենք ինչ կա եւ եթե նախկինի նման է շատ հարմար էր։ Պատվիրում ես միս, տեսակը քո ուզածով, լրացուցիչ կամավոր ոնց են ասում, վոլենտե դրված է մյուս գարնիրները, կարող ես ինչ ուզում ես, ինչքան ուզում ես վերցնել եւ ուտել։ Ահա շատ համեղ էր եւ հիմա արդեն մտանք Օշանի մթերային բաժինը, շատ մարդ կա Ժորժ ջան, բայց այս կարագները պիտի ես ցույց տամ, քանի որ խոստացել եմ իմ հետևորդին, մեր տարածաշրջանի կարագներ կան այստեղ դրված, հենց հատկապես այս կլորները, որով որ ես յուղ եմ հալում, ահա տեսեք ինչպիսի տեսք կամ անունը ինչպիսին է, աղին է այս կարմիրով նշածը, մյուսը առանց աղի է, աղն էլ թույլ է, կարելի է նույնիսկ աղի օդ վերցնել եւ այդպես հալել, կարագների տեսակներն եմ ցույց տալիս, ուտելու կարագներ են, լավագույնները ամենավերևի մասում են դրված, գները թանկ, նայեք լկալը շատ լավ որակ է ասում են, ինչև է ճաշակին ընկեր չկա, պրեզիդանտն է շատերին դուր գալիս, մի խոսքով կարագի որակը այստեղ Ֆրանսիայում արտակարգ է, հատկապես որ Նորմանդիայի մարզի կարագներն են լինում, ուրեմն կասկածել հնարավոր չէ։ Ամբողջ Ֆրանսիայում հայտնի է Նորմանդիայի մարզի կարագները, կաթնեղ են, որովհետև շատ լավ է բնությունը, առատ խոտ կա, բնության բնական կերով սնվող կենդանիներ եւ բնականաբար կաթնամթերքն էլ լավ է եւ այս կարագներ շատ լավ է էլի, այսինքն ամեն ինչ կա, ընտրությունը ձերն է, սա Օշանի կարագների բաժինն է, ձախ կողմերում երկու կողմից աջ եւ ձախ եզրերից այսպես ասեմ, մարգարինի տեսակներ էին նաեւ օմեգա 3-ով հարուստ, իսկ այս պահը միջև ինչը որ ես ցուցադրում եմ, դրանք կարագներն են, իսկ այս հատվածն է արդեն Օշանի արտադրության կարագներն են, որոնք էլի շատ համեղ են, կարճ ասած կաթնամթերքին կասկածել
չկա Ֆրանսիայում։ Ահա, միջև էստեղ դեռ կարակներ են։ Տեսնում եք ինչքան շատ տեսականի կա։ Մենք իհարկե կարակ պիտի գնենք։ Հիմնականում պրեզիդենտի 500 գրամն են գնում, բայց ոնց որ թե չկա։ Մի հատ էլ էս կողմը նայեմ եւ այո, չկա։ Ոչինչ, ուրիշ կարակ կգնենք եւ այսքան տեսականին գները թանկացել են, տարիների ընթացքում գները միշտ թանկանում են, սկզբում 250 գրամը 1.70 էր, հիմա արդեն մինչև 3 եվրո եւ քանիս։ Վայ Ժորժ ջան, Օշանի պարկինգում ենք, ահա որ էր այսօր, խանութները լիքը մարդ, համ զեղչեր, համ դե սննդամթեր, մի քանի անհրաժեշտ բան էլ վերցրեցինք, տանը ցույց կտամ, բայց էլ ոչ միտեղ չեն գնա, շատ պտտվեցինք արդեն, դե Օշանի արդեն այդ պլանշում էլ էին պակասացրել, շատ շուտ որ գալիս էինք, առատություն էր, հիմա մի քիչ փչացրել էին այդ կամավոր, որ վերցնում ես ուտելիքները, մի խոսքով, դե շտացանք, հիմա էլ գնում ենք արդեն տուն։ Հիմա ես էլ ձեզ ցույց տամ իմ գնումները, առանձնապես շատ բան չենք գնել, մի քանի անհրաժեշտ բաներ պետք, սուրճ, կարագ եւ ձու, բայց կողքից էլ մի երկու բան վերցրեցինք եւ այսպես, հետո կգնանք արդեն արեստը տանենք, այնքան շատ բան եկանք, այդ ամբողջ Վիլնովդասկի Օշանն ու այդ կոմերցիալ կենտրոնը իրար հետ, չգիտեմ քանի ժամ տևեց, որ մենք ման էին գալիս, վերև ներքև, խանութներ կային, որ փակվել էին էլի, ամեն դեպքում ես ինձ համար որպես հագուստ, որպես բան, ոչ մի բան չգտա, Կարենի համար են գնել, եւ գիտեք ինքը չի սիրում, որի շորերը ցույց տամ, 3 հատ ամառային շատ սիրում, թեթև վերնաշապիկներ են գնել, հիմա որ մոդա է այդպես, եւ շատ լավ վերև կուրտկա, բաճկոն, շատ լավներ, ջրին արի զարմանալի ձևով մատչելի զեղչեր, դե ինչ, սկսեցինք, ուրեմն թխվածքներ, չնայած ես շերտավոր խմոր ունեմ, բայց այս շոքեի չեմ թխում, բոյկոտ, եթե չես թխում, ես պիտի ես սրանից գնեմ, այս յոպիներից, սուրճ, այսա սուրճը չունենք, ես անգամ թույլ համարն ենք վերցրել 7-ը, շատ ուժեղ սուրճ էին միջայլոց, բայց 7-ը լավ է, 10-ը, 9-ը պայտարագություն ախանում ես, չես կարողանում գիշերը քնես, հաց ենք վերցրել, ուրեմն ամբողջահատիկով և արդեն սերեալներով, չնայած էլի հաց ունեմ, երկար է մնում, ինչքան հաց է հինանա, այդքան արդեն օգտակար է լինում, բիոձու ենք վերցրել, խոշոր են սրանք, թե չկա որ մանր են, մի խոսքով այս ձուն, որի համար մտել ենք, արդեն այս երրորդ բանկան է, պրոտեին է, մոտիկ ես ցույց տամ, շատ լավ ուժ է հաղորդում, կարող եք գնել, որը մի թեյի գտալ ուտեք, ես չեմ ուտում, Կարենն է ուտում, այստեղ ինչ եմ գնել, մեկ վարունգ, մեկ ու քանից երևի վարունգը, էժան բան, Օշանում չեք կար, ես որ ասեմ Օշանը թանկ է, ինձ ասում են չէ էժան է, իրան ենք գնել, խոշոր լավներ, Կարենն ա ջոկ է, ես մեկն էլ վնասված ջոկ է, խնդրեմ, տանեմ ասեմ, ես չես տեսել, վերջը, ես դեղց ենք գնել, չնայած ունենք նեկտարին, դեղց ունենք նեկտարին և իմ սիրած մրգերից մեկը, ես շատ մրգեր, ամեն մրգեր սիրում եմ, բայց որ տարբերություն դնեմ մրգերի մեջ, դա կերասն է, շատ խոշոր ու լավ է, ես և կարակներ գնեցինք, հետաքրքիր նայ, որ են Կոշիկի նոր խանութը տեսա զարմացա մտա, ու այդտեղ նորից իմ հետևորդներից հանդիպեցի Արփինեին, այսպես հաճելի էր զրուցեցինք,
Ամեն դեպքում ասել եմ, չէ, ես չգիտեմ ովքեր են ինձ հետևում, բայց ուրախ եմ, որ մարդիկ մոտենում են ու նշում են, էլի Արփինե ջան, եթե դու հիմա ինձ լսում ես, ողջույններս քեզ։ Շատ ճիշտ արեցիր, որ մոտեցար եւ զրուցեցինք։ Այսքան բան ժողովուրդ ջան, հիմա լվացքի էքսետանից դուրս գալու ժամանակ գնամ լվացքս արդեն վերջացել է փռեմ, մի հատ պատշկամբի հետ ամեն ինչը լավ մաքրեմ ու փռեմ, որովհետև վաղը Կիրակ է, այսօր վաղը պիտի հասցնեմ չորացնել, որ հետո նորից էլի լվացք անեմ։ Դե այս պահի համար այսքանը, կհանդիպենք, ես լվանում ես մրգերից, մենք համտեսենք։ Ողջույն սիրելի հետևորդներ, Կիրակի երեք ձեզ հետ խոսեցի, վերջացրեցի եւ պատկերացրեք ինչքան հոգնած էի, դե ես չեմ սիրում փակ տարածքներում գտնվել, ուրեմն այդքան ժամ այդ փակ տարածքում գտնվելուց հետո արդեն գլուխս չէր աշխատում։ Խոսելուց հետո գնացի, որ շորերս փոխեմ, շորերս հանում եմ, որ պիտի տնայինը հագնեմ ու այդ ձև պարկել եմ քնել։ Պատկերացնում եք։ Այսօր էլ արդեն լիքը գործեր եմ արել։ Հիմա գնում եմ խանութներ, Կիրակի օրը զեղչերը բաց են, նայելու համար էլի, այսպես տեսնեմ ինչ կա, ինչ կա, որովհետև երեք կոնկրետ ինձ համար որևէ բան ես չտեսա, թեթև այսպես բլուզ եմ էլի հագեմ, այկա յուբկա, որ չշոքեմ ու հարմար է էլի, փոխվելու համար եղանակը հողացել է, լավ է։ Մի խոսքով սիրելիներս գնամ, տեսնեմ ինչեր եմ գտնում, ինչ որ ես ուզում եմ գտնում եմ, թե չեմ գտնում։ Այսքան բան, առայժմ գնում եմ ես մեր մոտի մեծ հիպերմարկետը, Ալիլը, այդտեղ դե ամեն տեսակի խանութներ կան ու շատ են, ավելի շատ են, քան փաստորեն Օշանում, որ երիք այնտեղ էի, նմանատիպ բուտիկներ կան, մի բան էլ ավելի, տեսնում եք, չէ, քամին անպակաս է եւ հով է։ Մի խոսքով գնամ ժողովուրդ ջան, հիմնականում թեթև բաց գույնի շալվարներ եմ ուզում եւ թեկուզ շորի կամ մի բանի, շոր ամառային բաներ եմ ուզում։ Տեսնեմ իմ սրտի ուզածը կգտնեմ, թե չեմ գտնի։ Սա էլ իմ ասած Օղալիլ մեծ հսկա հիպերմարկետն է, եզակի է իր որակի առումով։ 4 աստղանի հիպերմարկետ է։ Ուրեմն մտել եմ Աշեմ, ինչպես անգլերենով հաշնդեմ, եւ առաջին հարկում են դրել իրենք էլ բոլոր զեղչված հագուստեղենը։ Այս հատվածը միայն շալվարներ էր, հիմնականում ջինսի շալվարներ եւ մի քիչ հաստոտ, մի քիչ բարակ։ Տարբեր բաներ, այս հատվածում մի քիչ կոշիկներ, վերնաշապիկներ, մի խոսքով այնպիսի բաներ էր, որ երբեք այսքան շատ չէի տեսել, այս օրերին նախորոքել էի, չէ, մտել 13 եվրո է։ Աշեմում ոչ մի բան չկա, բացարձակ, հիմա գնամ Ունիկլո։ Ինչքան բուտիկ կա մտել եմ ժողովուրդ ջան, բոլոր տեղերում չեմ նկարել, որովհետև անհնար էր, բայց ինչքան կար, բացի մի քանի սպորտային եւ պրիմարկ, այնտեղ մի քանի նորմալ բան խանութներից, ամբողջ հիպերմարկետը ոտքի տակ եմ անցկացրել։ Նայել եմ գներով, տեսել ինչ ընտրություն կա, ժուլն եմ մտել, Սեյլոն, Կամայոն, էլ չթվարկեմ, արդեն գիտեք Ունիկլոն, մի խոսքով, հիմա այս սիրուն խանութը մտնենք, Նին, Լող, այստեղ շատ լավ բաներ են լինում երբեմն, մտնենք, տեսնենք ինչեր կա, տեսնում եք ինչ սիրուն ցուցափեղկեր ունեն։ Այս երկու շորիկ ընտրեցի, բայց փաստորեն ինձ փոքր է, գրած էր ML, բայց շատ մի տեսակ փոքր է, բացի դրանից էլ ձևը բանը այդքան դուրս չեկա, որ անմիջապես կրծքի տակիս է կտրված կլինում, ինձ համար դա շատ տգեղ է համարվում, շատ տգեղ է ցույց տալիս նաև փորը այդ ձև, ինչքան էլ ուզում ես փոր չունենամ։ Էս էլ մյուսը։ Սա մի քիչ համեմատաբար լավ կտոր էր, տակից էլ աստար կար, բայց մեկ է այն չեն, ինձ փոքր են կարճ ասած, այն չէ որն է։ Այստեղից առաջ շարժվեցի, կարծեմ սեզոնն եմ մտել, թե ուրիշ խանութ արդեն մոռացել եմ։ Մի խոսքով այդ երկրորդ հարկում էլի շորերի խանութ կար, ասի տեսնեմ այստեղ ինչ կա։ Բամբակյա թեթև ամառային շորեր են, գինն է տեսա 30 եվրո է էլի,
Շատ մատչելի է այստեղ, բայց չեմ կարծում, որ որակը այդպես լավը լինի։ Մի խոսքով նայում եմ, էլի։ Ես շատ սիրուն վերնաշապիկ էր, հետև մասն է երկար, այդպես որ չլիներ, ավելի սիրուն կլիներ, նայել սևն է գարոշկեքով։ Տեսեք, վերնաշապիկը 20 եվրո էր, շորիկը 30։ Մտա պախվոա, այստեղ նայում եմ բիժուտերիային, շատ սիրուն բաներ են լինում, պայուսակներ, երբեմն շորիկներ, շատ տեսականի կա եւ զեղչեր էլ բավականին անում են։ Հիմա սպասեցի մարդիկ անցան մյուս կողմը, որ ես հանգիստ նկարեմ։ Ահա, հիմա էլի կմոտենամ։ Սա էլի նմանատիպ ծաղոտատիպի թեթև պայուսակ է, ինչպես նաեւ բոկոտիկները փայլուն 39 եվրո, նու 40 էլի այդ սանտիմները չասեմ։ Ահա, հիմա առաջ գնամ, այստեղ կար նաև փաստորեն ճամպրուկներ եւ գրավեց այս սիրուն օղերը։ Հիմա ես ձեզ հերթով կցուցադրեմ, բայց մտքիս մեջ ասում եմ լուսին են լիներ, լուսին են սիրուն տեղը իրա տարերքն է, չէ՞, բիժուտերիան կոլեկցիոներ է մեր վլոգեր լուսինեն, շատերդ արդեն իրեն ճանաչում եք, ինքը ոնց է հավաքում, ցույց տալիս, բացատրում, նյութի տեսակից ելնելով եւ ընդհանուր ամեն ինչը։ Ահա, տեսնում եք, այս զեղչերը շատ են եւ ինչպիսի օղեր։ Իրոք շատ լավ բաներ կային։ Տեսեք, այս օղերն էլ ուրիշ գույններ։ Բայց ինձ բեժը ավելի դուր եկավ։ Հիմա անցնենք այս մյուս կողմը, տեսնենք այստեղ ինչեր կան։ Սրանք էլ կտրված տեսքներ, սա էլ հետաքրքիր է, էլի սիրուն բաներ, ահա։ Բայց որ իրանց ամրակները այդ ձևով են, ես դրա համար չգնեցի, անկեղծ ասած։ Սա էլ բերետ է, սերի գույն, որը որ ես ունեմ, պետք չէ, բայց եթե այնպիսի գլխարկ լիներ, որ չունենայի, կարելի էր։ Ահա, տեսեք ինչ հետաքրքիր են, շատ հետաքրքիր դիզայներական լուծումներով, փաստորեն ականջողեր են, շատ վզնոցներ կան, բայց ականջողերը ինձ ավելի դուր եկան, զարմանալի տարբերվող, տեսեք, հələ ժողովուրդ ջան, դե զեղ չի, բայց դե շատ թանկ է, չէ, սա էլ մյուսը, այսպես դեմից դնեմ, որ նայեք, ահա, նուրբ, սիրուն, շատ սիրուն են, մեկը մյուսից սիրուն, այստեղ ոնց որ զեղչեր չկան արված, հա, չկան արված, բայց դե թանկ էլ չեն, այստեղ էլ բրոշներ են, որը որ ինձ էլի դուր եկավ, թիթեռնիկ բրոշը, արժեքը 9 եվրո, շատ սիրուն է, ասեք, որ սիրուն է, կգրեք, իրոք, լավն են, տարբերվող, տոնական, ամեն ինչ, մի ժամանակ շատ ունեի, հիմա քչացրել եմ, արծաթի կոմպլեկտներ ունեմ, որ երկար են օղերը եւ մի քանի տեսակ ունեմ, շատ չեմ կրում։ Մի լավ ման եկա, ոչ մի բան չգտա, լիքը մար, այս տողալիլը միշտ է շատ մատ լինում, երկու բան գնեցի Կարֆուրից, մտա Կարֆուրել, պաքսիմալ եւ քացախ, մաքրելու բաներ, ձեր հարմակ քացախ, բաներ կան լավն են, բայց իմ հակով չեն, մի խոսքով ոչ մի հարմար բան, որ ասան սիրտս կպչի ասեմ, սա շատ լավներ չկար, կգնամ հետո ուրիշ խանութներ, այս տարածքի նմանատիպ խանութներ փաստորեն մտա, արդեն ուրիշ խանութներ կգնանք։ Շոր ջան, վերջապես ես նստում եմ այսօր, ուղիղ 2 ժամ, եթե ոչ ավել փթրվեցի, երեք այդքան շատ, այսօր սպորտ եմ անում, էլի, մի կողմից էլ լավ է։ Ուրեմն այսօր դետան գործեր խառամարը ու որոշեցի, որ հավի կրսկամուսով կոտլետ պատրաստեմ։ Իդեպ ես ասել եմ էլի, նույնիսկ ցույցել եմ տվել փոքրիկ այդպես տեսանյութով, որ տավարի մսին աղացած պղպեղ եմ ավելացնում, պղպեղը թարմ կանաչին, սոխը սխտորը, այսօր այդ ձևով արեցի հավի կրսկամիսը, դե բնականաբար արդեն համեմունքներ տարբեր ավելացրեցի, իսկ մնացած բաները էլի նույնը, ձունը ընդեղ ավելացրել եմ, չոր հացը, ոնց որ մի քիչ փափկացրել էի, թրջել էի, դա է արել, մի խոսքով
շատակարգ, փափուկ ու համեղ ձուել էի գցել, երկու ձուել էի գցել, վերջում էր մի քիչ բան ավելացրեցի պաքսիմատ, այդպես խառնեցի և պատկերացրեք շատ ավելի փափուկ, շատ ավելի լավը, վերջին անգամ որ պատրաստեցի խոզի սալ ավելացրեցի, եթե դուք մշտապես իմ տեսանյութերը նայում եք, տենց մսոտ, սալոտ կտորներ, այդ ձև փափկացնում էր, բայց քանի որ ես խոզի միշտ չեմ ուտում, մտածեցի ինչ հնարքան եմ, որոշեցի տավարի մսի նման անել և պատկերացրեք շատ ավելի համեղ, փորձեք և ինքներդ կհամոզվեք ժողովուրդ ջան, շատ լավն էր, դե խանութներում արդեն ճանապարհին էլ ասեցի, պտտվեցի շատ երկար, նայեցի, ոնց հասկացա այդտեղ բաներ չկա, հատկապես քաղաքի կենտրոնում առաջին շաբաթն է զղջերի սրբած էր, հետո ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, սովորաբար զղջերի ժամանակ ինչքան ապրանքապահեսներում մնացած չծախված բերում են և դրանք են զղջերի տակ դնում, դրա համար ինչը որ ես նախորդ տեսել էի, որ պիտի գնեի, ոչ մի տեսականի չկար, ամեն ինչ լցրած էր, բայց ոչ իմ ուզած, Զարակար չմտա, տեղի Զարայի դասավորությունը դուրս չի գալիս, կգնամ քաղաքի առանձին Զարան, քաղաքի մեջ մի քանի խանութ էլի կգնամ, Մորգանը հաստատ Կարոլը կգնամ և արդեն ուրիշ քաղաքում բրենդային խանութների, կարելի ասել ուտլետային գներով ապրանքներ են լինում, խանութներ են էցև շատ, բազմազան էլի ենք եղել, որոշեցի գնալ այդտեղ, դե նվերներ էլ պիտի գնեմ Հայաստան տանելու, դրա համար սենց մանրակրկիտ նայում եմ, իդեպ Օկայադին Օղալիլի փակվում է Օկայադի մտամանկական խանութը, բայց քաղաքի մեջինը մնում է Վիլնովդասկի երկրորդը մնում է դա էլ, այդ նորությունը ժողովուրդ ջան, դուք ասել էիք այս բանկաների համար, ժողովուրդ ջան, այս բանկաները այդ չափն էր միայն այդ պահին, բայց դե ասեցի, դրանից մի քիչ միջին չափը պիտի գնեմ ու մի քիչ մեծը, որպեսզի սիրուն կոմպլեկտ լինի ու այդ մի դարակը լրիվ այդպես սիրուն շարեմ։ Ահա, կարակը ցույց տվեցի մի հետևորդի խնդրանքով, հիմա մյուս հետևորդի խնդրանքով ցույց եմ տալիս, թե ես ինչ շամպուններ եմ օգտագործում։ Այս պահի դրությամբ այս երկուսն ունեմ, գնում եմ միշտ այն Coiffure բուտիկից, որտեղ միշտ միասին գնում ենք, մշտական, հələ տեսեք ինչքան նույն բառ օգտագործեցի, հետևորդները գիտեն, մազերից ներկա որ գնում եմ միշտ այդ խանութից, ներկած մազերի շամպուն է, մոտիկից էլ ցույց կտամ, և երջակի յուղով պատրաստված շամպուն է, բնական է, 92% բնական է, շատ լավ է մազերի աճին, կապիլերները լավ սնուցում է, աճը ապահովում է և նախատեսված է չոր մազերի և դյուրաբեկ մազերի, էլի, սնուցող շամպուն է, այս երկուսն եմ այս պահի դրությամբ օգտագործում, վերեմ մոտիկից է ցույց տամ, ահա, չգիտեմ ոնց է երևում, ես էլ այսպես, ուրեմն գները, եթե չեմ շփոթում, մոտավորապես 12 կամ մի քիչ ավել, մեմնականում երևի է, ուրեմն իրենք այս զեղչերին այդքան չեն մասնակցում, բայց շատ մեծ զեղչ է անում այս բուտիկը մեր քաղաքի տոնավաճառի ժամանակ, եթե դուք լսում եք նաև լիլի բնակիչներ, կարող եք 50% զեղչերով գնել, երբեմն 60% էժանացումներ են լինում այդ խանութում ու ես միշտ գնում եմ մի քանի հատ, որովհետև տարվա մեջ իրենք այդքան զեղչեր չեն անում, ճիշտ է քարտով 5% ինչ որ տալիս են, այս պայդրությամբ ունեմ նաև նույն շամպունի մազերի դիմակը և տարբեր անգամ փոխում եմ շամպունները պարտադիր, ոնց որ դրա համար հիմա երբ մեկնա, այսպես էլի, մի ընթացքնա եմ օգտագործում, մի ընթացքնա և արդեն փոխում եմ ընդհանուր տեսականին էլ։ Այս էլ է շամպունների պատմությունը սիրելիներս, դե միրգս լվացի, նեկտարինն է և կեղասը իմ սիրած, մի քիչ ուտեմ ու անցնեմ գործերի։
Այսօրվա համար այսքան է, շնորհակալ եմ, որ դիտեցիք տեսանյութը ամբողջությամբ, շնորհակալ եմ լայքելու, մեկնաբանության համար, ինչու՞ չէ նաև աստղիկների համար, տարածեք տեսանյութերը, միգուցե մարդիկ կան, որ սիրով կնային, բայց չգիտեմ, որ ես այստեղ եմ։ Դե այսքանը սիրելի հետևորդներ, կիրակին էլ ուր որ է կավարտվի, ես էլ արդեն իմ գործերը կանեմ եւ ֆիլմ կնայեմ, չնայած որոշել եմ մոնտաժեմ, եթե հասցնեմ վաղը երկուշաբթի օրը դուք կդիտեք շաբաթ-կիրակի խանութների, զեղչերի տեսանյութը։ Առայժմ լավ մնացեք։ Հա, մնացեք ինձ հետ։